Ապրիլի 14-ին ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում բացվեց զանգերի կենտրոնը։ Կենտրոնի շահառուները ոչ միայն Հայաստանի քաղաքացիներն են, այլև օտարերկրացիներ, փախստականներ, տեղահանվածներ, Հայաստանից դուրս գտնվող և Հայաստանով հետաքրքրվող անձինք, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են տեղեկատվություն ստանալ միգրացիայի և քաղաքացիության ոլորտում իրականացվող ծառայությունների մասին։ Ծառայության թեժգծին փոխարինելու եկած զանգերի կենտրոնը պաշտոնապես գործարկվում է վերապատրաստված աշխատակիցներով և տեխնիկապես վերազինված։ Ծառայության պետ Նելի Դավթյանի խոսքով կենտրոնի բացումը սպասված էր։ Տեխնիկական լուծումների արդյունավետ իրականացման, ծառայության գործընկերների աջակցության շնորհիվ կարճ ժամանակահատվածում հաջողվեց ստեղծել բովանդակությանը համահունչ կենտրոն։ Այս պահին մշակում ենք ինքնապատասխանիչ մենյու, այսինքն մարդիկ կարողանան լսել իրենց կողմից հաճախ բարձրաձայնվող հարցերի պատասխանները առանց օպերատորին միանալու եւ ինքնապատասխանիչի ձևով բաշխում ենք զանգերը ըստ թեմաների, որպեսզի ավելի նեղ մասնագիտացված հեռախոսավարներ կարողանանք պատրաստել եւ առավել սպառիչ պատասխաններ հնչեցնել։ Օտարերկրացիների գծով ունենք առանձին մասնագիտացված ստորաբաժանում քաղաքացիության հարցերով, անձնագրային հարցերով եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղանված անձանց հարցերով։ Եվ նաեւ ուզում եմ անպայման շեշտադրել, որ որպես կառուցվածքային միավոր զանգերի կենտրոնը եւ քաղաքացիների խորհրդատվության այս բաժինը ինքնին այն մասին է, որ մենք ունենք քաղաքացիակենտրոն ծառայություններ մատուցելու հանձնառություն։ Ծառայությունում ապրիլի 14-ին գործարկվել է նաև տեղեկատու, դարձյալ քաղաքացիներին պատշաճ տեղեկատվություն տրամադրելու նպատակով։ Եթե անձը ծառայության գլխամասային գրասենյակ այցելել է միայն տեղեկատվություն ստանալու համար, ապա պատասխանները կարող է ստանալ մոտենալով տեղեկատուին։ Ծրագիրն իրականացվել է Եվրոպայի խորհրդի, Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում ծրագրի և մարդը կարիքի մեջ հասարակական կազմակերպության աջակցությամբ։